Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր Սուրճ ու սեր առավոտից սկսում է իր աշխատանքը ինչպես հաճախականությամբ, FM հաճախականությամբ, այնպես էլ մեր Facebook-յան էջում եւ կայքում։ Բարի լույս, միասին սկսում ենք նոր աշխատանքային օր մարտի 18-ի առավոտը հանրայինի ուղիղ եթերում եւ ուրախ կլինենք, որ դուք էլ մեզ միանաք։ Մնացեք մեզ հետ առաջիկա 1.5 ժամվա ընթացքում, փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի ձեր օրը սկսվի ոչ միայն բարձր տրամադրությամբ, այլև ինֆորմացված, ինտերակտիվ, հետաքրքիր քննարկումներով եւ անհրաժեշտ տեղեկատվության պաշարով, որը հաստատ չի խանգարի տանից դուրս գալուց առաջ։ Եվ իհարկե համեմված լավ երաժշտությամբ ես նախապես ներողություն եմ խնդրում մի փոքր վատ առողջ լինելու համար, այսօր վեգային խնդրել եմ ավելի շատ խոսել, ինչից ինչպես երևում է, նա շատ ոգևորվել է։ Շատ ոգևորվել եմ, ինձ երբեք հավելել պետք չէ ասել, որ պետք է շատ խոսել, ես սիրով ասեմ ավելին, առօրյայում ինձ հաճախ խնդրում են քիչ խոսել, այնպես որ սա բացառիկ երևույթ է, առաջիկա 1.5 ժամվա ընթացքում ավելի շատ քան Սևակ Հակոբյանը ձեր ականջներում կհնչի Վեգա Անդրեասյանը, այնպես որ սկսենք օրը միասին։ Հասկացա աշխարհը որ կողմա պատտվում Պապա հավատա ես մանե կասերինական բայց էլ եմ խափնվում Բայց բոլորը ուզում են Աետա Երևի քո կարոտած սրտի համար նոր հեքիաթներ սկսենք գրել Օ մամա ինչքան լավ բան անենք այդքան վատը կփնտրեն հոգիները պետք է մաքրվեն Օ պապա ինձ թվաց աշխարհը իմ նամիջը աչքերը սկսեցի փակ պահել Դեպի ներս նայի Աետա Ամեն ինչ ուզում ենք լինի իսկական Բայց ում ճշտով ենք չափում չհասկացանք Ուր ես գնում հետարի Ճանապարհը քո մեջ մանարի Մտահոգած գծում ենք մեր ապագան Բայց չենք դասավորում մեր իրական ներկան Եթե հասել ես հետ նայ Ինչը գտել ես քեզ բայ Ժամանակը քեզ չի սպասի հավատա Ու ոչ մեկը չի ասի քեզ որ լավ ատա Ու մնում ես ինքդ քո հետ Փորձում ես ջիրկать փողը ծնվում է միտք ու տողեր Աետա Սուրճ ու սեր առավոտից։ Դե հիմա ինչ անենք, այետա, երկում է Իվետ Ամոկությանը, մենք շարունակում ենք 9:35 մարտի 18-ն է այսօր, օրը չորեքշաբթի, եւ վեգարի տեսնենք ինչ եղանակ է սպասվում, լավ լուր բոլորի համար, տեղումներ չկան հանրապետության տարածքում այսօրվանից մինչև
Վաղը նաև մարտի 22-ի գիշերը տեղումներ չեն կանխատեսվում։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ, դրա մասին ձեզ կհայտնենք։ Օդի ջերմաստիճանը 4-ից 6 նիշով կբարձրանա։ Երևանում եւս տեղումներ չեն կանխատեսվում այս օրերին եւ այսօր առավելագույնը կլինի 18 աստիճան, մարտի 18-ին 18 աստիճան, երեկոյան 11, իսկ գիշերը 2-ից 4 աստիճան տաքություն։ Եվ ըստ հեռախոսային հավելվածի այս պահին մեր մայրաքաղաքում 7 աստիճան տաքություն է։ Տեսնենք թե ինչպես է եղանակը անդրադարձել ավտոճանապարհների վրա, կարծես թե փակ ավտոճանապարհներ գրեթե չկան, միայն Արագածոտնի մարզում Ամբերտ Բարսլերնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհներն են շարունակում փակ մնալ, մնացած բոլոր ավտոճանապարհները, այդ թվում Լարսը, բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք երևի Երևան եւ փորձեմ սևակի պարտականություններն իրականացնել, իրականում 7 է, ցանումային նիշը։ Պատկերն էլ իրականում շատ տարբեր չէ, Միասնիկյանը դեպի կենտրոն իջնող հատվածն է ամբողջովին խցանված, Գայի պողոտան նույնպես խցանված է, Հերացին կարծես թե ինչպես միշտ շարունակելով իջնել բավական վառ կարմիրով է ներկված, Սայաթ Նովան դեպի ռադիոտուն եկող հատվածն է կարծես թե խցանված, հակառակ ուղղությունը համեմատաբար ավելի թեթև է, այստեղ վառ կարմիրով տեսնում եմ, որ ներկված է կարծես թե Պարոնյանը, այո, մի խոսքով կենտրոն, ծայրամասերից դեպի կենտրոն բերող բոլոր փողոցները խցանված են, հատկապես պլանի գլուխ կոչվող հատվածը Աբովյան փողոցի վերին մասում էլի բավական խցանված է։ Այստեղ Աթենքի փողոցը, Իսակովի փողոտան եւ նաեւ Բեյրութի փողոցում տարօրինակ խցանում է, հատկապես նաեւ Երևանի քաղաքապետարանի հարակից հատվածում սիրելի վարորդներ, միացեք մեզ, փորձենք թեթևացնել խցանման ծանր րոպեները։ Կանք օրվա փոխարժեքին ամերիկյան $1 377 դրամ 46 լումա է, Եվրոն 443 դրամ է 27 լումա, ռուսական ռուբլին ըստ կենտրոնական բանկի փոխարժեքի 4.5 է, 138 դրամի եւ 74 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 502 է եւ 89 լումա, իսկ դիրհամն այսօր 102 դրամ է 76 լումա։ Ահա, զվարթնոց օդանավակայան գնանք, տեսնենք ինչ իրավիճակ է օդային տարածքում։ Այո, վերջին շրջանում սա հատկապես ավելի կարևոր է դարձել եւ արդեն սովորական է դարձել պատկերը, որ դեպի Դուբայ, Աբու Դաբի շվերտները չեղարկվում են, այսօր նույնպես բացառություն չէ, շարժա, դեպի շարժա նախատեսված թռիչքը, որը պետք է տեղի ունենար 11:20-ին չեղարկված է։ Սա ժամանումն է կարծես։ Ներողություն, այո, Շարժայից Երևան, այո, չեղարկված է, 11:20 պիտի տեղի ունենար։ Չեղարկված է նաև Աբու Դաբիից եկողը, որը 12:55 էր նախատեսված, եւս մեկ շարժայից թռիչք էլ 17:05 էր նախատեսված, սա նույնպես չեղյալ է հայտարարվել։ Եվ գրեթե վստահ եմ նույն պատկերը նաև մեկնումների դաշտում է, այո, 12:10-ի շարժան չեղյալ է հայտարարված, 13:45 դեպի Աբու Դաբի չեղյալ է հայտարարված, իսկ ահա Դելի մեկնող ինքնաթիռը, որը 11-ին պետք է օդում լինի արդեն 12:30 կբարձրանա օդ, դա իմացեք, Աբու Դաբի 13:45 եւս չեղյալ է հայտարարված։ Մնացած բոլոր թռիչքները, որոնք այսօր են նախատեսված, ժամանակին տեղի կունենան, այնպես որ դուք ամեն դեպքում ժամանակին շարժվեք դեպի օդանավակայան, իսկ մենք եւս մեկ դադար տանք թե ձեզ, թե սևակին եւ վերադառնանք։
Սուրճ ու սեր առավոտից։ Արևն ելավ արդեն 9:43 րոպե Երևանում մայրաքաղաքում արև է, հուսով ենք, որ մարզերում նույնպես լավ եղանակ է, չնայած ջերմաստիճանն արդեն իմացանք, որ համեմատաբար բարձր է։ Այո, 7 է այս բանին եւ զգացվում է ինչպես 10-ը, ինչպես հուշում է մեր խելացի հեռախոսը։ Մեր ռադիոլուսողներից շատերը արդեն միացել են մեզ, Սուրճն արդեն մեզ հետ են ըմպում, նրանցից մեկը Կարինե Արաքելյանն է, որը գրում է բարի լույս սիրելի Սևակ եւ Վեգա, պատրաստել եմ սուրճը եւ սպասում եմ, որ միասին ըմպեինք։ Հրաշալի։ Հենց հիմա հետևում եմ ձեզ եւ սուրճն եմ վայելում ձեզ, բարի եթեր։ Ինչ լավ առավոտ։ Այո, եւս մեկ մեկնաբանություն Արտակ Մխիթարյանն է գրել, բարի լույս բոլորին։ Մենք էլ ենք բարի լույս մաղթում մեր բոլոր ռադիոլուսողներին, նրանց, որոնք արդեն արթնացել են եւ մեզ են միացել, նրանց ովքեր դեռ նախանձում ենք մի փոքր քնած են, ամեն դեպքում առավոտը հանրայինի հետ սկսելը միշտ ճիշտ որոշում է։ Ճիշտ որոշում եմ, որովհետև նաև իմանում եք, թե ինչ հետաքրքիր օրեր են նշվում, տոներ են նշվում այդ օրը, եւ այդ օրերը երբեմն զարմանալի են, զվարճելի, ժպիտ են պարգևում, բայց սկսենք լուրջերից, ըստ միջազգային օրացույցի այսօր թափոնների վերամշակման համընդհանուր օրն է։ Այս թեմայից այսօր դեռ անպայման կխոսենք, որովհետև սա իսկապես շատ կարևոր թեմա է, հատկապես մեր օրերում 21-րդ դարում կունենանք հյուր, այնպես որ եթերաժամի երկրորդ հատվածը նույնպես անցկացրեք մեզ հետ եւ տեղափոխվենք Միացյալ Նահանգներ, որտեղ ինչպես միշտ հետաքրքիր զվարճալի, երբեմն էլ իրականում հոգին ջերմացնող օրեր են նշվում։ Փոքր բիզնեսի զարգացման կենտրոնների ազգային օրն են նշում այսօր նահանգներում, կարևոր օր է կարծում եմ։ Այդ ջերմացնողներից մեկը հոգատար ընկերությունների օրն է, այսինքն կազմակերպությունների, ոչ թե միջանձնային ընկերությունների մասին է խոսքը, հոգատար ընկերությունների companies that care day որոնք իրենց հաճախորդների մասին հոգ են տանում։ Սևակ նկատել ես, որ երբ նահանգներում անցկացվող տարօրինակ հետաքրքիր տոներին ենք ծանոթանում, նաև բազմաթիվ նոր քաղցրավենիքների ենք ծանոթանում, դրանցից մեկը օրինակ ուշադրություն Վարսակի ժանյակավոր թխվածքաբլիթների ազգային օրն է, National Lazy Oatmeal Cookie Day, Վարսակի ժանյակավոր թխվածքաբլիթների օրը, նաև Slappy Joe բուրգերի ազգային օրն է, դա այն ներեցեք բառիս համար, բայց փնթի բուրգերներն են, որոնք ծորում են ամենուր, հեչ հաճելի բուրգերներ չեն։ Առավոտյան հատկապես չխրախուսվում, անհարմար է դրանք ուտելը եւ պատահական չէ, ԱՄՆ-ում նաեւ անհարմար պահերի ազգային օրն է։ Չգիտեմ դա ինչպես է տոնվում, բայց կյանքում ոչ թե կյանքում օրական ինձ թվում է բազմաթիվ անհարմար պահեր լինում են բոլորիս հետ։ Ինչպես անգլերենում են ասում awkward, չէ՞, տարօրինակ երբեմն էլ իսպանական ամոթ առաջացնող պահեր են լինում, նաեւ հորն ու մորը ներելու օրն են նշում նահանգներում։ Գիտենք, որ հատկապես մեր օրերում, երբ թերապիայի գնալը, հոգեբանի այցելելը շատ տարածված է ամբողջ աշխարհում, շատերն են գնում եւ բողոքում իրենց ծնողներից։ Տեսնենք ովքեր են ծնվել այսօր։ Իրենց նվիրեն երեխաներին, հետո գնան երրորդ կողմի մոտ բողոքեն։ Լիլի Քոլինզն է ծնվել, ամերիկացի դերասանուհի եւ մոդել 1989 թվականի այսօրը։ Էմիլին Փարիզում սերիալից հատկապես էլ ավելի հայտնի դարձած Լիլի Քոլինզի ծննդյան օրն է փաստորեն այսօր։ Maroon 5 խումբը կարծում եմ շատերդ սիրում եք, շատերդ հիշում եք, ինչու եմ ասում հիշում, որովհետեւ վերջին շրջանում կարծես թե այդքան ակտիվ չեն, որքան նախկինում էին։ Ամեն դեպքում սոլիստի մեներքիչ Ադամ Լևինի ծննդյան օրն է այսօր 1979 թվականի այսօրն է ծնվել Ադամը։ 1976 թվականին է ծնվել բոլորիս սրտերը գերած Ջովաննա Անտոնելին, կլոն սերիալի հայտնի Ջեյդը, որի այս կերպարը այդպես էլ չի լքում որևէ մեկի հիշողությունը։ Այո, ես իդեպ չեմ նայել Ջեյդը, չեմ նայել կլոն սերիալը, բայց TikTok-յան վիդեոներով, Instagram-յան ռիլերով այնքան շատ հատվածներ եմ նայել, սևակ, որ կարծես թե տպավորություն է, որ ամբողջ սերիալը արդեն դիտել եմ։ Սպորտի աշխարհ տեղափոխվելով ուկրաինացի շախմատիստ, գրոսմայստեր Վասիլի Իվանչուկն է ծնվել 1969 թվականին այսօրը։ Ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լյուկ Բեսոնը 1959 թվականի այսօրն է ծնվել։ 17 ֆիլմ է հեղինակել իդեպ փաստորեն 40-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ դե, բայց բոլորիս կողմից կարծում եմ նրա ամենասիրելին շարունակում է մնալ տաքսին։ Բնականաբար։ Ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը 1844 թվականի այսօրն է ծնվել եւ մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօրը։
գարնանային այս գեղեցիկ օրը թող անմոռանալի դառնա ձեզ համար։ Եվ նաև ուզում եմ այսօր քո գլխավորության բոլորին առողջություն Ա, մաղթել, մերսի։ որովհետև բավական Շնորհակալ եմ։ անցումային շրջան է եւ շատ հաճախ են մարդիկ հենց այս եղանակին, երբ գարունը վերջապես կարծես թե թևակողում է իր տիրապետության շրջան, չգիտես ինչու, շատ շատերը հենց այս շրջանում հիվանդանում են, վատառողջ են լինում, այնպես որ ձեզ լավ օր ենք մաղթում եւ առողջություն, նաեւ եւս մեկ մեկնաբանություն ունենք, Նարեկ Մկոյանը մեզ ծաղիկներ է ուղարկել։ Ձեզ էլ կոչ ենք անում մեզ մեկնաբանություններ գրել, մենք ուղիղ եթերում ենք Facebook-ում, ինչպես նաև մեր կայքում armradio.am 553702 սա էլ այն հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել մեզ, բարի լույս մաղթել, ինչպես մեզ, այնպես էլ մեր մյուս ռադիո լսողներին։ Եվ Ադամ Լևինի պատվին լսենք Sugar երգը Maroon 5-ի եւ այս երգով էլ շնորհավորենք բոլորին, ձեզ քաղցր օր մաղթենք։ Baby, I'm broken down. I need your loving, I need it now. When I'm without you, I'm something weak. You got me begging, I'm on my knees. I don't wanna be needing your love, I just wanna be deep in your love. And it's killing me when you're away. Oh baby, 'cause I really don't care where you are. I just wanna be there where you are. And I gotta get one little taste. Sugar, yes please. Won't you come and put it down on me? I'm right here, 'cause I need little love and little sympathy. Yeah, you show me good loving, make it alright. Need a little sweetness in my life. Sugar, yes please. Won't you come and put it down on me? Hey, my broken pieces, you pick them up. Don't leave me hanging, come give me some. When I'm without you, I'm so insecure. You are the one thing I'm living for. I wanna be needing your love, I just wanna be deep in your love. And it's killing me when you're away. Oh baby, 'cause I really don't care where you are. I just wanna be there where you are. And I gotta get one little taste. Sugar, yes please. Won't you come and put it down on me? I'm right here, 'cause I need little love and little sympathy. Yeah, you show me good loving, make it alright. Need a little sweetness in my life. Sugar, yes please. Won't you come and put it down on me? Yeah, I want that red velvet, I want that sugar sweet. Don't let nobody touch it unless that somebody's me. I gotta be a man, there ain't no other way. 'Cause girl, you're hotter than a Southern California day. I don't wanna play no games, you don't gotta be afraid. Don't give me all that shy shit, no makeup on, that's my sugar. Yes please, come and put it down on me. I'm right here, 'cause I need little love and little sympathy. So baby, just show me good loving, make it alright. Need a little sweetness in my life. Sugar, yes please. Won't you come and put it down on me? Down on me. Yes please. Come and put it down on me. Right here, I need love and little sympathy. You show me good loving, make it alright. Need a little sweetness in my life. Sugar, yes please. Won't you come and put it down on me? Down on me. Սուրճ ու սեր առավոտից։
9-ը 52 րոպեներ անց մենք ծանոթանալու ենք վերջին ժամի նորություններին Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս, իսկ մինչև այդ ձեզ ծանոթացնենք ժամանցային նորությունների։ Օսկարը տեղի ունեցավ այս շաբաթ-կիրակի կարծես թե մենք եթերում առիթ չենք ունեցել այս ամենի մասին խոսելու։ Հիմա մեր կինոսերի կարծիքը կհարցնենք, բայց մինչև այդ ֆիլմերի հետ կապված այլ նորություններ էլ կարծես թե։ Այո, 3 Դյունայի 3-րդ մասի առաջին թիզեր տրեյլերը հրապարակվեց Տիմոթի Շալամեի գլխավոր դերակատարմամբ։ Գիտենք, որ այս Օսկարին ամենակննարկվող հերոսը հենց Տիմոթի Շալամեն էր, ձեզ պատմել ենք, որ նա համարձակվել էր վատ արտահայտվել արվեստի ավելի դասական, ավանդական ձևերի, թատրոնի, բալետի հետ կապված, ինչը Օսկարը թե վարող, թե մրցանակ ընդունող մյուս արտիստների խոսքից չվերիպեց, նրանք բոլորը ծաղրական մեկնաբանություններ էին ուղարկում Թիմոթի հասցեին, հատուկ շնորհակալություն էին հայտնում թատրոնին, բալետին, տարբեր արվեստի ուղղություններին, այդ թվում կինոյում ունեցած դերի եւ նշանակության համար։ Ես սեվակ անձամբ գոհ եմ Օսկարի արդյունքներից, ինձ համար ամեն ինչ կանխատեսելի էր, կարծում եմ օրինաչափ էր Թիմոթին 9 անվանակարգում նոմինացված որևէ նոմինացիաներից ոչ մեկում չշահեց Մարտի Սփրիմը մրցանակ, փոխարենը տարվա լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Մայքլ B. Ջորդանը, Sinners մեղավորները ֆիլմի համար, որի պրոդյուսերներից մեկը, ինչպես հիշում եք, հայազգի Սևոհանյանն է, եւ այս ֆիլմը նաեւ դեռ ռեկորդագիր էր Օսկարի նոմինացիաների հետ կապված 16 նոմինացիա, գլխավոր մրցանակը տարվա լավագույն ֆիլմը էլի կարծում եմ սպասելի էր տարավ մեկ մարդը մյուսի հետևից ֆիլմը Սըր Փոլ Թոմաս Անդերսոնի, որն էլ համապատասխանաբար տարվա լավագույն ռեժիսոր մրցանակը իր հետ տարավ տուն, 6 անվանակարգում շահեց ֆիլմը, ամենաշատ Օսկարի արձանիկները այս տարի տուն տարան հենց այս թիմի ներկայացուցիչները, իսկ Sinners-ը մեղավորները 4 անվանակարգում եւ ամենահետաքրքիրներից մեկը տարվա լավագույն դերասանը, այնուհետեւ որոշեց իր հաղթանակը նշել ոչ թե ճոխ մի ռեստորանում, մի ճոխ օրինակ կազինոյում, ինչպես կարող էր իրեն թույլ տալ, այլ հասարակ ֆաստ ֆուդի կետում։ Նա վերցրել էր իր Օսկարիկը եւ գնացել էր հենց բուրգեր ուտելու, փաստորեն խոսում ենք, որ այսօր Flappy Joe տեսակի բուրգերների օրն է նշում նահանգներում, չգիտեմ հենց այդ Flappy Joe-ները նախընտրել թե ինչ որ այլ մի բան, բայց ամեն դեպքում Մայքլ B. Ջորդանը իր արձանիկը տարել էր ֆաստ ֆուդի կետ եւ գիտես ինչ հիշեցի, սեվակ տարիներ առաջ էլի Օսկարի մրցանակաբաշխության ընթացքում, երբ Ellen DeGeneres-ն էր վարում, կհիշես, որ պիցցա էին պատվիրել։ Եվ այո, պարզել էին մարդիկ, որ հայազգի բիզնեսմենի ռեստորանից էին, պիցերիայից էին պատվիրել։ Ամենտեղ ենք, ամենտեղ կարողանում ենք Եվ տեսանյութերում, այո, կարողանում ենք մեզ ցույց տալ, տեսանյութերում երևում է ինչպես են մարդիկ գոռում, շնորհավորում սիրելի դերասանին, որը Օսկարը դեռ չստացած նոր է ստացել, եկել է արդեն բուրգեր ուտելու եւ շնորհավորում էին նրան, շատ լավ տեսանյութեր էին ստացվել։ Այո, ինչևէ, տեսնենք թե արդյոք Դյունայով հնարավոր կլինի Թիմոթիի համար հավակնել տարվա գլխավոր մրցանակին արդեն մյուս տարի, թե նա կհանձնվի եւ վերջին իրադարձություններից հետո էլ չի էլ պայքարի դրա համար, բայց նշենք, որ հաստատ դաս եղավ թե նրան թե մյուս արտիստներին խոսելուց առաջ մտածել։ Այո, կարևորը թեման շարունակեց շահարկվել, ինչպես ասում են, ծածկադմփոց չեղավ, ել ավելի մեծացավ եւ հաճախ տեսախցիկը ցույց էր տալիս նրա դեմքը այդ պահին, երբ անդրադառնում էին թեմային, բայց դա նա հպարտ նստած էր մոլորակի ամենասեքսուալ կանանցից մեկի կողքը։ Երբեմն նույնիսկ ծիծաղում էր այդ հումորների հետ կապված, իդեպ դե գիտեք, մենք ասել ենք, որ տարբեր բալետային թատրոններ անդրադարձել էին այս թեմային եւ դրանցից մեկը, չեմ հիշում, որ երկրի ազգային թատրոնը կուպոնային պրոմո կոդ էր հայտարարել, շալամ այդ կոդը օգտագործելով 50% զեղ չէին կարողանում ձեռք բերել տոմսերի համար։ Համացանցում նաև տարբեր հումորային տեսանյութեր կան, ինչպես են բալերինաները, բալետ վարողները ուրախանում, երբ Թիմոթի Շալամեն չի ստանում Օսկարը։ Իդեպ մի կարևոր բան էլ այստեղ, Թիմոթի Շալամեի բազմաթիվ երկրպագուներ կարծում են, իբրև թե Մայքլ B. Ջորդանը շահեց Օսկարը, որպեսզի չշահի Թիմոթին, այս մասով կարող եք հանգիստ լինել, Ջորդանը շահեց, որովհետև ի սկզբանե նա էլ ընտրվել էր եւ որոշումը կայացվել էր դեռ մինչեւ Թիմոթիի այս հայտարարությունը։ Ահա, իսկ հիմա գովազդային դատարկ մեր եթերում, որից հետո արդեն ռադիոլուրի մեր գործընկերոջը կհյուրընկանենք մեր տաղավարում։
Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 մեր տաղավարում է մեր գործընկերը Հասմիկը Մարտիրոսյան։ Հասմիկ, բարի լույս եւս մեկ անգամ։ Բարի լույս։ Բարի լույս, Բարի լույս։ իրականում դաթարի ընթացքում խոսում ենք այն մասին, թե որքան ծանր է վերջին շրջանում Այո։ լրահոսը, որ Որպես կանոն ցանկանում ես առավոտյան ավելի մեղմ լուրեր լինեն, ավելի մարդկանց համար, այսպես արթնացնող լուրեր լինեն, բայց որպես կանոն այդպես չէ վերջի շրջանում, հիմնականում ցավոք սրտի վատ լուրեր ենք ներկայացնում, պատերազմի մասին ենք խոսում, այնպես որ լրահոսը այսպիսին է, պատերազմի 19-րդ օրն է, շարունակվում են փոխադարձ հարվածները, Իսրայել, Միացյալ Նահանգներ, Իրան, մահերի թիվն է մեծանում, բայց սպառնալիքներ դեռևս կան, տեսնենք տա Աստված հանգուցալուծում լինի։ Այո, տա Աստված, տեսնենք այո ինչ է կատարվել Հայաստանում, տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս վերջին 1 ժամի նորությունները կներկայացնի Հասմիկ Մարտիրոսյանը եւ ձեզ հիշեցնենք, որ նաեւ յուրաքանչյուր ժամագլխի ռադիոլուրը ուղիղ եթերում ներկայացնում է թարմ ճշտված եւ օբյեկտիվ նորություններ։ Եվ հիմա ուղենք ժամացույցները եւ հետևենք ժամը 10-ի լրահոսին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է ներկայացվելիք թեմաները նախ համառոտ։ Հանդիպումներ Մասկատում շարունակվում է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Օման։ Մահացել է համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը։ Իրանը հաստատել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։ Նախ տեղեկացնենք 3 վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստին անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատեր անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը եւ ընթացիկ զարգացումները։ 3 արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Օման, Սուլթանության արտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանի արտգործնախարարի որոշումը այցելել Մասկատ, չնայած տարածաշրջանային ներկայիս բարդ իրավիճակին, եւ այցը որակվել է որպես պատմական։ Արարատ Միրզոյանը իր երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման եւ հատկապես Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության եւ աջակցության համար ընդգծելով, որ այցը արտացոլում է Հայաստանի մեծ հետաքրքրությունը զարգացնել բազմաշերտ հարաբերություններ Օմանի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։ Հայաստանի եւ Օմանի միջև երկկողմ օրակարգի բովանդակային հարստացման եւ առկան ներուժի լիարժեք իրացման նպատակով Արարատ Միրզոյանը եւ Համուդ Ալ-Բուսայդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Եվ հանդիպմանը նախարար Միրզոյանը իր երախտանքն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան 8 ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով Հայաստան է վերադարձել շուրջ 550 Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Միրզոյանը եւ Համուդ Ալ-Բուսայդին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Նշեմ, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ պատերազմի 19-րդ օրը։ Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները եւ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարե Սիրանյանը երեկ ասել է, որ դեռևս որևէ տվյալ չկա, թե քանի իրանահայ է եկել Հայաստան։ Սահմանադրության նոր նախագծի տեքստը արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում, նաև խմբակցությունում այս մասին արտադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում հայտարարել է նախարար Սերփուի Գալյանը։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է, մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում եւ տեքստը արդեն պատրաստ է, ինչպես եւ խոստացել է, տեղեկացրել է նախարարը։
Եվրամիությունը ապրիլի սկզբին փորձագետների 9-ից 14 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան։ Բրյուսելում մամուլի ասուլիսում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը ասել է, որ Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման խումբ կտեղակայի երկրում խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին սպառնալիքներին հակազդելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հակազդել Ռուսաստանի միջամտությանը հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին նախ տեղակայելով հիբրիդային արագ արձագանքման խումբ Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, ապա հնարավոր է մշտական քաղաքացիական առաքելություն։ Եվ այս առնչությամբ Հայաստանում մտահոգություններ են հնչում, թե սա երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է, որն իր մեջ նաև նախընտրական շրջանում կոնկրետ ուժերի չգրանցելու վտանգ է պարունակում, ինչպես դա եղել է Մոլդովայում նույն առաքելության միջամտությամբ։ Այս քննադատությունները, սակայն, արտադատության փոխնախարար Տիգրան Դադունցը 3 անհիմն է համարել։ Այժմ միջազգային եւ տարածաշրջանային անցուդարձի մասին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II մահացել է, լրագրողներին հայտնել է պատիարքության աթոռի տեղապահ մետրոպոլիտ Շիո Մուջիրին։ Իլիա II-ը 93 տարեկան էր, նա Վրաստանի եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։ Մարտի 17-ի առավոտյան Վրաստանի պատիարքարանը հայտնել էր, որ կաթողիկոս պատիարքը հոսպիտալացվել է առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Պատիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմայիձեն հայտնել է, որ համայն Վրաստանի կաթողիկոս պատիարք Իլիա II-ի մարմինը այսօր կդրվի Թբիլիսի Սուրբ Երրորդության տաճարում։ Իրանն էլ հաստատել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի մահը։ Երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էր հայտնել, որ Իրանի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին սպանվել է հարվածի հետևանքով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հաստատել է Բասիջ ռազմականացված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամ Ռեզա Սոլեյմանիի մահը։ Իսկ ՀՄԱԿ-ի փաստահավաք անկախ միջազգային առաքելության փորձագետները սկսել են հետաքննություն Իրանի Մինաբ քաղաքում գտնվող դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ, այս մասին ասել է առաքելության անդամը 3 տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Հիշեցնենք, Իրանի դատախազությունը ասել էր, որ Իսրայելի կողմից Մինաբի դպրոցին փետրվարի 28-ի առավոտյան հասցված հարվածների հետևանքով զոհվել է 148 մարդ, իսկ 95-ը վիրավորվել, զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեղեկացնենք ժամը 11-ին, մնացեք հանրային ռադիոյի հետ, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Երբեք ես չեմ կարող այն բաժան մոռանալ երբեք ես չեմ կարող կորուսն այդքան մեղեդին այնքան հեռվից սանչում է համարձակ թրջում թեթևարակ կործրած իր տեղ երկում է տավարում
Թրջում թեթևարակ գործած Իշտեղ երկում նա թապարում է մեծ կյանքում Իշելով գարնան ծաղկի անուշ բուրմում կնա տխրեց Լսելով երկիս խնդրանքն ու կանչ կոհակնա Մոտ հերվից դու մեղեդիր արի սպասում են կեզ առանց կեզ չունի մեր երկն իմաստ ու կյանք այս աշխարհում մեղեդիր արի մեզ մոտ հերվից դու Մեղեդիր, արի սպասում են կեզ, առանց կեզ, չունի մեր երկն իմաստ ու կյանքս Սուրճ ու սեր առավոտից։ Տասանցե 11 բարի լույս բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, հավատարիմ ունկնդիրներին շնորհակալություն ենք հայտնում եւ հիշեցնում, որ մեզ կարող եք դիտել նաեւ մեր Facebook-յան էջում եւ կայքում armradio.am Այո, մեր կարող եք նաև մեկնաբանություններ գրել մեր Facebook-յան էջում եւ 553702-ը այն հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել եւ միասին փորձենք ել ավելի ինտերակտիվ դարձնել մեր եթերը։ Նոր մեկնաբանություններ դեռ չունենք, բայց ինչպես արդեն նշեցինք, այսօր նշվում է թափոնների վերամշակման օրը եւ սա իրականում շատ ավելի կարեւոր օր է, քան առաջին հայացքից կարող է թվալ, որովհետեւ շատ լուրջ ազդեցություն ունի մեր մոլորակի եւ էկոլոգիայի համար։ Այո, վերամշակման օրը թույլ է տալիս մեզ եւս մեկ անգամ հիշել, որ մոլորակի առողջությունն ու ապագան մեր բոլորի ձեռքում են, բոլորս կարող ենք բարելավել բնապահպանական իրավիճակը, սկսելով առօրյա շատ պարզ քայլերից։ Այո, եւ ահա մի քանի հետաքրքիր փաստ եմ առանձնացրել, Սևակ, դե միայնակ չեմ առանձնացրել, արհեստական բանականությունն ինձ օգնել է այդ հարցում, եթե անկեղծ, բայց փաստորեն պլաստիկ շիշը, որը հաճախ ցավոք մինչ օրս շատերը պարզապես նետում են դուրս, բնության մեջ կարող է չքայքայվել մինչև 450 տարի։ Պատկերացնում եք, իսկ իրականում ընդամենը 9%-ն է պլաստիկի վերամշակվում ամբողջ աշխարհում, ինչը շատ քիչ ցուցանիշ է։ Մեկ ալյումինե բանկայի վերամշակումը խնայում է այնքան էներգիա, որ կարող է աշխատեցնել հեռուստացույցը մոտ 3 ժամ։ Այո, ապակին կարելի է վերամշակել անվերջ, առանց որակի կորստի, անընդհատ մենք կարող ենք այն օգտագործել։ Թղթի վերամշակումը խնայում է ծառեր, 1 տոննա վերամշակված թուղթը կարող է փրկել մոտ 17 ծառ, այս առումով
հպարտորեն ասենք, որ մենք հանրային ռադիոյում թղթերը երբեք դեն չենք նետում, բացի նրանից, որ միշտ պարտադիր հանձնում ենք, նաև մինչև այդ երկկողմանի ենք օգտագործում, հնարավորինս երկարացնում ենք դրա կյանքը ավելին, մենք մեր խմբագրությունում նույնիսկ եթե օգտագործված է արդեն պրինտի համար, ինչ որ բան տպագրվել է, բայց տակը ազատ մաս կա, ձեռագիր ինչ որ նշումներն էլ ենք այնտեղ անում, այնպես որ այո, այս առումով մենք հպարտորեն կարող եմ ասել, որ փորձում ենք պատասխանատու լինել։ Աշխարհում ամեն տարի արտադրվում է ավելի քան 300 միլիոն տոննա պլաստիկ եւ դրա մեծ մասը, ինչպես արդեն ասացի, չի վերամշակվում։ Ալյումինը աշխարհի ամենաշատ վերամշակվող նյութերից մեկն է եւ կարծում եմ սա ամենահետաքրքիր փաստն է, այն է, որ եթե բոլորը վերամշակեին իրենց սափոնների գոնե կեսը, հնարավոր կլիներ զգալիորեն նվազեցնել աղբավայրերի ծավալը, խնդիր, որին մենք ինքներս էլ Երևանում բախվում ենք, գիտենք բոլորս, որ այս խնդիրը ունենք։ Վերամշակումը ոչ միայն պաշտպանում է բնությունը, այլ նաև խնայում է ջուր եւ էներգիա։ Դե իսկ այն մասին, որ հին հագուստը, հին շորերը նույնպես կարելի է վերամշակել, մենք բազմիցս խոսել ենք, նույնիսկ առանձին եթեր ենք նվիրել հենց այդ թեմային։ Այո, այստեղ պարզ խորհուրդներ էլ կան, օգտագործեք բազմակի օգտագործման տարաներ, ջրի շշեր, սնունդ տեղափոխող տարաներ, որպեսզի ամեն անգամ պլաստիկ դեն չնետեք, վերանորոգեք իրերը նախքան փոխարինելու մասին մտածելը, էկոապրանքներին տվեք ձեր նախապատվությունը, օրինակ օգտագործեք բազմակի օգտագործման պայուսակներ, թոթբեգեր, ինչպես հիմա հայտնի է, բայց այս ամենին զուգահեռ այո տեսնում ենք, որ աշխարհում միջազգային լիդերները հեչել չեն մտածում բնապահպանության մասին, երբ հրթիռներ են արձակում երկրների վրա, համացանցում նաև մեմեր են այս առումով, որ ասում է ես, երբ օրինակ պլաստիկ շիշը դեն չեմ նետում, որ որևէ օգուտ տամ բնությանը եւ միևնույն ժամանակ միջազգային լիդերները ինչ են անում բնության հետ։ Իդեպ մի, չգիտեմ, նույնիսկ զվարճալի թե ոչ, այնքան փաստել հիշեցի, որ Դոնալդ Թրամփը մի անգամ իր ելույթում նշել էր, թե որքան վատ է վերաբերվում թղթեձողիկներին, որոնցով խմում են, դե գիտենք, որ սրանք էկոլոգիայի համար ավելի նախընտրել են, քան պլաստիկը, որովհետև դրանք ընթացքում հալվում են, իսկապես թուղթը անկեղծ լինենք շատ անհարմար է դրանով խմելը, բայց կան նաև մետաղից հիմա ձողիկներ, որոնք հնարավոր է լվանալ եւ օգտագործել, ես ինքս տանը ունեմ եւ մի հետաքրքիր բան էլ ասեմ, որ ես պլաստիկ շշերն եմ մի քանի անգամ օգտագործում, այս պահին իմ իրականում ոչ սովորական ջրի շշի մեջ ջուր է, որը արդեն երևի մի 6 անգամ փոխվել է եւ ես էլի խմել եմ նույն շշից։ Այս ամենի մասին առավել մանրամասն րոպեներ անց մեր հյուրի հետ ենք զրուցելու, հուսանք նա արդեն հասել է։ Իսկ այս պահին եւս մեկ երաժշտական դադար հիշեցնենք, որ մեզ կարող եք նաեւ դիտել, գրել մեկնաբանություններ, մենք սիրով ընթերցում ենք դրանք։ I just wanna lay in my bed. Don't feel like picking up my phone, so leave a message at the tone. 'Cause today I swear I'm not doing anything. I'm gonna kick my feet up, then stare at the fan. Turn the TV on, throw my hand in my pants. Nobody's gonna tell me I can't. Nah, I'll be lounging on the couch, just chilling in my Snuggie. Click to MTV so they can teach me how to Dougie. 'Cause in my castle I'm the freaking man. Oh yes, I said it, I said it, I said it 'cause I can. Today I don't feel like doing anything. I just wanna lay in my bed. Don't feel like picking up my phone, so leave a message at the tone. 'Cause today I swear I'm not doing anything, nothing at all. Woo-hoo, woo-hoo, nothing at all. Woo-hoo, woo-hoo. Tomorrow I'll wake up, do some P90X, meet a really nice girl, have some really nice sex, and she's gonna scream out, "This is great." Oh my god, this is great. Yeah, I might mess around and get my college degree. I bet my old man will be so proud of me. But sorry, Pops, you'll just have to wait. Oh, yes, I said it, I said it, I said it 'cause I can. Today I don't feel like doing anything. I just wanna lay in my bed. Don't feel like picking up my phone, so leave a message
station with the best music. Best music. I love the music. Best music. Վեգա, այդ ինչ ունես քեզ մոտ։ Ահա, մեր ռադիոլսողները, որոնք մեզ ոչ միայն լսում են, այլև դիտում, վստահաբար տեսան, որ երգի ընթացքում ես հիացած ձեռք էի տալիս եւ նայում էի մի հետաքրքիր կտորից քառակուսի, որն իրականում լապտոփի փոքրիկ համակարգչի պատյան է, որը հենց կտորի վերամշակումից էլ ստացվել է։ Մենք այս ընթացքում հասկացանք, որ սա կոչվում է պիցցա, այս տեխնիկան, որով այս կտորը պատրաստվում է եւ այն ինչ իմ ձեռքում շատ գեղեցիկ եւ հարմար մի բանի է վերածվել, կարող էր պարզապես աղբ լինել, որը կգնար, կհայտնվեր աղբարմանում, աղբավայրում եւ էլ ավելի կփչացներ մեր էկոլոգիան, բնությունը, քանի որ բազմիցս խոսել ենք այն մասին, որ տեքստիլի արտադրությունը բնությունը ամենաշատ աղտոտող տեսակներից մեկն է։ Այո, երկրորդն է։ Արդյունաբերության, այո, երկրորդն է։ Իսկ թե ով է հեղինակը սրա եւ ինչպես է այս ամեն ինչը տեղի ունեցել, մեզ կպատմի մեր հյուրը, որին հիմա սիրով կներկայացնեմ։ Մեր տաղավարում է Լաթե բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Սուսաննա Ամիրխանյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ շնորհակալ ենք ինչպես օրը մեզ հետ սկսելու, այնպես էլ ձեր գործունեության համար։ Հետաքրքիր է ինչպես եք սովորաբար սկսում օրը, ինչպես են սկսվում առավոտները հասարակական կազմակերպությունում կամ գուցե այդ ժամին դեռ այնտեղ չեք լինում։ Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ մեր հասարակական կազմակերպությունը գործում է 20 թվականից, բայց գրանցվել է 23 թվականին, բայց մինչ այսօր մենք չունենք տարածք եւ ամեն ինչ անում ենք մեր տներում, իսկ իմ բնակարանը եւ ավտոտնակը արդեն վաղուց դարձել է մեր օֆիսը։ Այսինքն լեփլեցուն կտորիկներով։ Ահա, ինչպես եկաք այդ մտքին 20 թվականին, ինչու որոշեցիք զբաղվել այս գործունեությամբ։ 20 թվականին պատերազմ։ Մեծ քանակի տեքստիլի, մեծ քանակի հագուստ հավաքագրում էին տարբեր կետերում եւ քանի որ ես միշտ էկոլոգիայի հետ կապ եմ ունեցել լինելով բանասեր, բայց էկոլոգիայի հետ կապ եմ ունեցել այնքանով, որ 96 թվականից բնակվում եմ Գերմանիայում եւ ինձ շատ էր դուր գալիս այն միտքը, որ մարդիկ տեսակավորում են թափոնները եւ այդ ամենը աղբ չի։ Այստեղ ես ծանոթացա էկո-աղբ կազմակերպության հետ եւ երիտասարդները շատ գեղեցիկ կազմակերպում էին պլաստիկի, թղթի եւ ապակու տեսակավորումը մեքենան շրջում էր երկու անգամ, հա, գիտեք։ Մարդկանց տներից հավաքում էին։ Այո։ Դա այդ ամենը մինչ տեսակավորման արկղերը տեղադրելն էր։ Եվ քանի որ ես իրանց հետ ծանոթ էի 20 թիվ պատերազմ, ես այստեղ էի կորոնայի պատճառով, Հայաստանում հաճախ եմ լինում։ Հիմա ավելի հաճախ։ Եվ զանգեց Ռիփսիմեն զանգեց իրանց կազմակերպիչներից երևի մեկը, հա, ինձ թվում է հենց ինքն է եղել հիմնադիրը եւ ասեց, որ մեծ խնդիր ունենք կոնտեյներներով հագուստը տանում են աղբավայր, քանի որ մարդիկ ոչ միշտ պիտանին են բերում եւ տեսակավորման կետերում երիտասարդները անմիջապես առանձնացնում են առանց կոճակի, առանց շղթայի, վնասված լաքայով եւ այդ ամեն ինչը գնում էր աղբավայր։ Նույն վարքյանին որոշում կայացրեցի, որ իմ ավտոտնակը դատարկ է եւ կարող ենք բերել իմ մոտ։ Ահա։ Բերեցինք իմ մոտ եւ ես ճիշտն ասած չէի մտածում այդ պահին, որ կլինի քանակը այնքան մեծ, որ արդեն մոտ 20 օրից հետո ես տեղ չեք ունենա կփնտրեմ կանանց սոցցանցերում, ովքեր որ ուզում են միանալ գաղափարին։ 26 թվականին, չէ, 16 թվականին ես վերմակներ էի, լաթակար վերմակներ կարեցի իմ ամուսնու վերնաշապիկներից։
այդտեղ էին զբաղացնում, հասկանում էի, որ կարելի է ինչ-որ բանով զբաղվել եւ գաղափարը տենց էր սկզբից։ Ես կարծում էի, որ ես կհավաքեմ մի քանիկին, մենք կսկսենք վերնաշապիկներից կարել վերմակներ։ Պարզվեց, որ մենք կարում ենք այսօր ոչ միայն վերնաշապիկներից վերմակներ, այլ բարձեր, վերմակներ, խալիներ, խաղալիքներ, պայուսակներ, դեկոր, նկարներ ենք շատ գեղեցիկ անում, ամեն ինչ։ Ինչ է նշանակում լաթակար, այսինքն արդեն չօգտագործվող Լաթակար դա patchwork-ն է։ Լաթակարը ճիշտն ասած ես շատ երկար patchwork-ը ման էի գալիս ինչպես է թարգմանվում եւ հասկացա, որ պետք է պարզապես թարգմանել նոր բառ ստեղծելով միգուցե եւ դա լաթերից կարված կամ մենք շատ հաճախ ասում ենք լաթ արվեստ, որովհետեւ այն ամենը ինչ որ մենք փորձում ենք ստեղծել, դա արվեստ է։ Պետք է գրավիչ լինի։ Մարդիկ պետք է զգան էքսկլյուզիվ հասկացողությունը։ Այդպես սկսվեց ամեն ինչ եւ ինչու լաթե, որովհետեւ լաթերով ենք աշխատում եւ մեր միացել են այս պահին մոտ 30 կին, որոնք որ տարբեր մասնագիտությունների կանայք են, բայց սիրում են կարել եւ ստեղծագործում են։ Ինչ է տեղի ունենում այն բոլոր իրերի հետ, որոնք ստեղծվում են, ով է դրանք ձեռք բերում, ինչպես կարելի է դրանք ձեռք բերել խաղալիքները, բարձերը, հագուստը, այն ամենը, ինչ պատրաստում եք։ Շատ հաճախ մենք մասնակցում ենք տարբեր ցուցահանդեսներին, էքսպոներին, լինում է, որ նաեւ դիմում են on-line էջին են գրում, դա էլ է լինում, բայց այն ամենը ինչ որ վաճառվում է, դա փաստորեն այն կնոջ աշխատանքն է եւ գումարն է, որը որ ստեղծել է դա։ Այսինքն դա սոցիալական ձեռնարկատիրություն չի եւ մենք միայն հավաքագրում ենք, մենք միայն տեսակավորում ենք եւ այդ ամենը մենք անում ենք կամավոր հիմունքների վրա եւ անվճար բաժանում ենք։ Ահա։ Մենք հեռախոսազանգ ունենք, մեր ռադիո լսողները նույնպես հարցեր ունեն, կարծես թե ձեզ, տեսնենք թե ով է մեզ միացել։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարի լույս։ Ինչպես եք։ Ես լավ, Սևակը վատառողջ, ինչպես եք։ Կարծես անգինա է տանում, կոկորտի է։ Այո։ Ձայնն է այդպես ասում։ Ահա, ես նախորդ մանդետ հյուրին շնորհավորել, մեկ ամսյակի կապակցությամբ ցանկանալ առողջություն, ուժ ու եռանդ իր կատարած եւ գալի կատարելիք բարի գործերի համար, եւ ես ուզում եմ Վեկա ջան, անգամ ձեր կարծիքը կուզենամ լսել։ Այդ տեսեք, ինչ է հետաքրքիր, երբ որ մի հարցի շուրջ անուշադրություն կա, ասենք այդքան տեղ չեն տալիս ինչ որ մի բանի, մեր պետությունն էլ ոնց որ ձգտի համալարի այդ անուշադրության այդ բաների շարքերը, բայց այնուամենայնիվ կուզենայի ձեր կարծիքը լսել։ Ինչ եք կարծում, օրենսդրական կարգավորում պետք, պետական համակ ուշադրություն պետք է թափոնների հետ կապված։ Օրինակ ժամանակին, երբ որ ես սովորում էի գույրերի դպրոցում, գույրեր թուրքեսաների դպրոցում, մեր տետրերը մի քիչ այլ տիպի թղթերի վրա են, դրանք հավաքվում էին, կամ ոչ պետքակար գրքերը շատ ուշադրություն է դարձնում։ Այն հետաքրքիր է, ինչն է այսօր պակասում է, բոլորիս պարզ է, օրինակ տարիներ շարունակ խոսում ենք աղբի վերամշակման գործարանի մասին, բայց ակնհայտ է, որ գրեթե ոչինչ չի արվում։ Այնուամենայնիվ, ինչ պետք է արվի, օրենսդրական կարգավորում է պետք, պետական հոգացություն է պետք, որը չկա, թե եթե աշխարհում այդ հարցին այդքան կարևորություն չեն տալիս, մեր երկիրն էլ պետք է այդպես անի։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ հարցի համար, երևի թույլ տամ դուք պատասխանեք նախ ձեր կարծիքը։ Հաշվի առնելով նաև Գերմանիայի փորձը, որտեղ ապրում եք։ Այո, ասեմ սենց, իհարկե Եվրոպայում, Ամերիկայում արդեն կան այդպիսի գործարաններ եւ մենք ամեն օրյա շփում ունենք այն ապրանքների հետ, որոնք որ արտադրվում են, օրինակ մեքենան, երբ որ ճամպրուկը դնում եք, դուք դնում եք փափուկ կտորի վրա, չէ՞, փափուկ սենց բան է։ Այո։ Հա,
Խաղի Սև գույնի sense, հա, այդ դա արդեն վերամշակված տեքստիլ է եւ մեզ մոտ կար կանվոլնի գործարան եւ այնտեղ նաեւ վատին էին արտադրում, այդ ամեն ինչը կար, գոյություն ուներ, բայց այսօր ճիշտ է ասում Տիկինանայիքներ, այո, շատ ճիշտ է ասում, պետական մակարդակով չկա հենց վերամշակողի նկատմամբ աջակցություն, սուբսիդավորում, աջակցություն, ես որպես հասարակական կազմակերպության հիմնադիր փորձում եմ ենթադրենք գրանտերի միջոցով ինչ-որ ֆինանսավորում բերել, որովհետև միայն նվիրատվություններով ենք մենք գոյատևում եւ դա շատ բարդ է։ Ես իդեպ հիշում եմ ընկերներս մի փոքրիկ վեճ բանավեճ էին ունենում, ընկերներիցս մեկը տեսակավորում է իր աղբը պարտադիր, առանձնացնում է ապակին, պլաստիկը եւ գտնում է համապատասխան դրսում արդեն աղբարկղեր, որտեղ տեղադրում է, մյուս ընկերս պնդում էր, որ դա անիմաստ է, որովհետեւ այդ փուլից հետո միևնույն է աղբը խառնվում է իրար, այսինքն այնքան էլ չէր վստահում, հետաքրքիր է որքանով եք դուք ծանոթ, ինչ է տեղի ունենում տեսակավորված աղբի հետ, ով է սրանով զբաղվում եւ զբաղվում են մենք ունենք վերամշակողներ եւ պլաստիկի եւ թղթի եւ անվադողերի եւ օգտագործված ձեթի հիմա արդեն վեգան նաեւ հավաքագրում է մարտկոցները այսինքն մենք ունենք վերամշակող բայց ես լինելով վերամշակողների միության անդամ որ ամերիկյան համալսարանում Հակոբյան ինստիտուտի մասն է ոնց որ հա ես հասկանում եմ որ մեծ խնդիրներ ունեն բոլոր վերամշակողները իրանց համար դա բիզնես է եւ այդ բիզնեսը պահանջում է սուբսիդավորում կամ աջակցություն իրանց նայում են որպես բիզնես եւ խնդիրներ են առաջանում որովհետեւ սա ոչ միայն բիզնեսը, սա բնություն փրկող բիզնես է եւ այստեղ պետք է ուրիշ վերաբերմունք լինի։ Ես իմիջիալոց մինչ այսօր ռիսկի չեմ գնում, որպեսզի տեքստիլի վերամշակումը նույնպես դառնա բիզնես։ Կա հնարավորություն, կա իհարկե, դա նշանակում է, որ մենք պետք է նախ եւ առաջ մենք աշխատում ենք միայն էքսկլյուզիվ ապրանք ներկայացնելու։ Եթե ինչ որ մեկը գնում է մի հատ վերմակ եւ երկրորդն է խնդրում կլինի նմանատիպ, բայց չի լինի նույնը։ Էլի հեռախոսազանգ ունենք, կարծես թե թեման հետաքրքրել է մեր ռադիոլսողներին, ինչը կարծում եմ գովելի է, բարի լույս, ով է մեզ միացել։ Բարի ձեզ, ողջունում եմ ձեզ եւ ձեր ֆիլին, շատ ուրախ եմ նման հարցաններից կազմակերպելու համար։ Վեգան ջան, ուզում եմ զգուշացնել, որպեսզի բոլոր դասողներն էլ լսեն, հիմա ինձ լսում են, ես այո։ Հա, որ պլաստիկը ոչ մի դեպքում չի կարելի միանգամից ավել օգտագործել։ Okay, ես չգիտեի։ Որովհետև տասնյակ թունավոր նյութեր են արտադրվում, ընդհանրապես հիմա ամբողջ աշխարհում պայքար է գնում, որ պլաստիկը վերացնել նաև այդ պատճառով, որ սննդային հեղուկներ չլինեն օգտագործվել այդ շշերը ընդհանրապես։ Այնպես որ ես ուղղակի ուզեցի, որ ամբողջ ձեր լսողները, քանի որ ձեր լսարանը շատ մեծ է, լսարանն է այդ մասին լսի։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք, շատ։ Ուրեմն տարբեր է բնավորությունը մի քանի Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Մեր ռադիոլսողը արձագանքել է իմ այն մտքին, որ ես նույնիսկ այդ շշերը, եթե պլաստիկով եմ առնում, դեն չեմ նետում։ Հետո մեջ էլի եմ ջուր լցնում, էլի եմ ջուր լցնում։ Դե մի քանի օր կարգում կարելի է մի քանի օր օգտագործում եմ, դրան է արձագանքել մեր ռադիոլսողը, դե չգիտեմ այս մասով, բայց ամեն դեպքում այսպես թե այնպես բազմակի օգտագործման կարծում եմ ապակե տարաները մետաղից, ինչպես սևակի մոտ է ավելի նախընտրելի են։ Ովքեր են այսօր ձեր կողքին ձեր հասարակական կազմակերպության անդամները եւ մինչեւ եթերը սկսվել է հետաքրքիր պատմում եք այս պիցա անունով կարատեսակի մասին կուզենայինք նաեւ դրան անդրադառնալ միացել են կանայք որոնք որ հիմնականում 50+ տարիքի
տարբեր մասնագիտություններ։ Մենք ունենք եւ ինժեներ, եւ հաշվապահ, եւ դիզայներ, նկարիչ, ատամնաբույժ, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ձեռքի շնորհք ունեն։ Եվ նույնպես ուզում եմ նշեմ, որ այն ինչով մենք զբաղվում ենք, դա ոչ միայն բնության հետ կապված ինչ որ խնդիր է, հա, նախ եւ առաջ պետք է ասեմ, որ մինչ այսօր այս 5.5 տարվա ընթացքում մենք հավաքագրում ենք շաբաթական 20 կիլո հագուստ 20 կիլո հագուստ առնվազն եւ անվճար ստանում ենք, անվճար բաժանում ենք այն կտորները, որոնք որ պետք են, մեզ միացած են նաեւ փոքր արտադրողներ, որոնք որ բերում են մեզ արտադրական հենց թափոններ։ Արտադրական թափոնները մեզ համար ավելի կարևոր են, որովհետև մենք արտադրական թափոնները մաքուր ենք համարում եւ տեղաշորա, բարձա, այս խաղալիքա, այդ ամեն ինչը մենք կարում ենք արտադրական թափոններից։ Հագուստը, ինչ ենք մենք անում, տեսակավորում ենք, եթե լավ վիճակում է հագուստը, նաև ունենք այդպիսի ուղղություն, մենք փորձում ենք անապահով ընտանիքներին օգնել հագուստով։ Իսկ այն ամենը ինչ որ պիտանի չի, եթե շատ վատ վիճակում է, մենք արդեն ունենք մանրացնող սարք եւ մենք դա մանրացնում ենք եւ որպես լիցք օգտագործում ենք տարբեր օրինակ խաղալիքների գուցե հա եւ ինչն է ամենակարևորը կապ չունի միշտ մենք խնդրում ենք որ անպայման մաքուր լինի թող վնասված բայց մաքուր բայց բոլոր դեպքերում մենք միևնույնն է լվանում ենք ինչ տեսակ աջակցություն ձեզ պետք կլինի գուցե մեր այն ռադիոլսողները որոնք որևէ կերպ ուզում են իրենց ներդրումն ունենալ այս կարևոր գործում ինչով կարող են ձեզ աջակցել ինչպես կարելի է կապի դուրս գալ ձեզ հետ Եվ ինչ կարելի անել լուման ունենալու համար այս գործում։ Նախ եւ առաջ Facebook-ում ունենք մեր կայք էջը, հա, էջը, Instagram-ում էջը հասցեն հաշիվը նշված է, եթե ինչ որ մեկը ուզում է աջակցի ֆինանսական տարբերակով, հա, կարող են պարզապես փոխանցում անեն, նշելով, որ դա նվիրատվություն է։ Կարող են մեզ հանձնել հագուստ կամ տեքստիլի թափոններ, մենք միշտ ուրախ ենք ընդունել, ճիշտն ասած չենք գովազդում, որովհետև եթե գովազդենք շատ վատ վիճակ է լինելու տեղի առումով։ Ամենամեծ աջակցությունը, որի կարիքը մենք ունենք, տարածքի։ Եվ եթե մենք ունենայինք տարածք, ինձ թվում է դա կարող էր նույնիսկ փոքր գործարանի վերանար որովհետև տեսակավորել ավտոտնակում կամ բաց տարածքում կամ բնականում շատ բարդ է իսկ եթե լիներ տարածք եւ այդ ամենը լիներ ուրիշ մակարդակի վրա դա կարող է եւ սոցիալական ձեռնարկ լիներ կա գաղափար կացարանների համար կենթանիների կացարանների համար կարել տեղաշորներ, հա, կա շատ հետաքրքիր գաղափարներ կան, վերջերս կարեցի 3 հատ պարկ աթոռներ, հրաշալի, փոփիկներ ինչպես հա, եւ նույնիսկ լիցքը մենք օգտագործեցինք պինապլաստ, որը որ ձեռքով մանրացրեց մեր Կարինե Ավանյանը Եվ սպունկը արտադրական մնացորդների սպունկը նույնպես որովհետև այդ պուֆիկների մեջ ավելի լավ է ոչ միայն պինապլաստ լցնել, այլ մի փոքր նաև սպունկը մանրացրած։ Այդ դեպքում ավելի երկարատև է պահում եւ ավելի հաճելի է, չէ՞ լինում երևի։ Տիկին Ամիրխանյան եւ ամփոփելով գուցե խորհուրդ բոլոր այն անձանց անհատներին ինչ անել ավելի պատասխանատու վերաբերվելու համար, ինչ կարող են յուրաքանչյուրս անել, որպեսզի գոնե
գոնե մեր տանից ավելի քիչ լինեն վնասները դեպի էկոլոգիա, դեպի բնություն։ Նախ եւ առաջ հագուստ գնելուց մի քիչ ավելի երկար մտածել, նայել ոչ թե գնին, այլ ավելի շատ որակին, որովհետեւ այսօր fast fashion հասկացողությունը այնքան է խեղդում, որ շատ անգամ մարդիկ չեն մտածում, էժան է 1000 դրամ է 3 գույ կառնեմ։ Այդ 3 գույնից միգուցե երկուսը նույնիսկ չի էլ հասցնում հագնի կամ շատ շուտ գունատվում է այդ ամեն ինչը։ Այսինքն մարդիկ պետք է ավելի կայուն մտածելակերպ ձեռք բերեն, ինչու չէ փոխանակումներ անեն հագուստի, ինչու չէ second hand-ի խանութներից օգտվեն, դիմեն մեզ, մենք միշտ կարող ենք ապահովենք շատ գեղեցիկ, մեզ հանձնում են նույնիսկ նոր հարսանյաց զգեստներ կամ ինչ որ տենց զգեստներ երեխաների մանկական հագուստը շատ մեծ քանակի է լինում, որովհետև երեխան չի հասցնում մաշի։ Այո։ Պարզապես պետք է լինել ավելի ուշադիր գնումներ կատարելուց, որովհետև եթե դու սիրում ես քո երկիրը եւ չունես դեռ գործարան, որտեղ որ այդ ամենը կվերամշակվի, մարդ պետք է հասկանա, ինչ է տեղի ունենում, դեն գցեցի։ Ես հարցնում եմ միշտ, ասում եմ ինչ արեցիր այն հագուստը, որը քեզ պետք չէր։ Նվիրեցի ինչ որ մեկին։ Okay, հետագայում ինչ արեցիր։ Սեղանի շոր սարքեցի։ Հետո վերջում դեն գցեցի։ Իսկ ինչ եղավ այն հագուստը, որը որ դեն գցեցիր։ Գնաց աղբավայր, վարվեց, բաց տարածքի վրա եւ մենք շնչեցինք եւ ասեցինք Երևանի օդը շատ կեղտոտ է։ Պարզ է, որ մենք ինքներս ենք կեղտոտում չմտածելով, թե ինչ հետևանքներ կան այս ամենի մեջ։ Ես միայն տեքստիլի մասին եմ խոսում, որովհետև տեքստիլը իմ ոնց որ գծով է, այո, 20 թվականից սկսած ես զբաղվում եմ այս խնդրով եւ հասկանում եմ, որ փոփոխություն տեղի ունեցել է։ Մենք ունեցել ենք շատ գեղեցիկ ցուցահանդեսներ, մեր վերջի ամենամեծ ցուցահանդեսը դա Իգիթյան կենտրոնում էր։ Ես շատ շնորհակալ եմ Վահան Բադալյանից, որովհետև երբ որ ես պարզապես մտա եւ ասեցի, գիտեք, մենք այսպես կազմակերպություն ենք եւ ուզում ենք շատ գեղեցիկ ցուցահանդես ձեզ մոտ անցկացնել, ինքը մեծ հաճույքով մեզ ընդունեց 4 օր հունիսի 1-ից մինչև 4-ը մենք ունեցել ենք շատ գեղեցիկ ցուցահանդես, իմիջիայլոց նաև գնում ենք դպրոցներ, գնում ենք տարբեր կազմակերպություններ եւ վարպետաց դասեր ենք անցկացնում այնտեղ, պատմելով ինչ կարևոր է, այսինքն կրթական բաղադրիչել կա մեր կազմակերպության գործունեության մեջ։ Ես հիմա զուգահեռ ձեր Instagram-յան էջն էի թերթում, տեսա, որ դեկտեմբերին հրապարակած ձեր շատ գեղեցիկ ձիուկների տեսքով տոնածառի խաղալիքները, հանդիպումները աշակերտների հետ Latte Upcycling, եթե չեմ սխալվում, ձեր Instagram-յան էջի անունը բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են հետևել, իրենց ներդրումն ունենալ եւ ինչ որ առումով իրենք էլ վստահ լինել, որ ինչ որ բան անում են մեր երկրի, ընդ որում հենց մեր հայրենիքի, ինչպես մեր հայրենիքի, այնպես էլ առհասարակ երկիր մոլորակի համար։ Շատ շնորհակալ ենք, որ առավոտը մեզ հետ սկսեցիք, ձեր գործունեության համար նույնպես եւս մեկ անգամ շնորհակալություն, սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Լաթե բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Սուսաննա Ամիրխանյանի հետ, մենք հիմա կլուսանկարվենք հյուրի հետ, իսկ դուք այդ ընթացքում վայելեք եւս մեկ երաժշտական դադար։ Ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում, որ բան է դա մեր մեծ հոգու Սերը ես կասեմ, միայն սերն է դա Նվեր, հոգու, աստված, վկա Առանց սեր չկա գարուն Առանց սեր չկա նիտու Առանց սեր անձոր ենք մենք ու գործված է
Մեկլում ենք խաղաղվում ենք Նա քոչվում է երկ որ ծնվեց սիրուց բարի մաքուր հավերժ աստծուց Եվ այս երեկո այս սիրուն պահին Երգում ենք մենք սիրո մասին Առանց չկա գաժում Առանց չկա միտում Առանց անզոր ենք մենք ու գործված Սիրո մեջ կա մեծ արև Սերն է մեծ աստծո բարգև Եվ սիրո ալիքներում Մենք լովում ենք խաղաղվում ենք Չկա միտու Առանց անզոր ենք մենք ու գործված Սիրո մեջ կա մեծ արև Սերն է մեծ աստծո բարգև Եվ սիրո Մենք լողում ենք խաղաղվում ենք Ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում Որ բանն է դա մեր մեծ հոգում Սերը ես կասեմ Միայն սերն է դա Սիրում եմ քեզ Ինչն է կարևոր մեր այս կարճ կյանքում Իհարկե սերը Սուրճ ու սեր առավոտից Սերն է կարևոր, ես այս պահին կասեի առողջությունը կներեք Այո, չէ, վստահաբար իրականում ես համաձայն եմ, ամենակարևորը առողջությունն է իրականում, առողջ սերը, որովհետև մնացած ամեն ինչ, առողջությունն այն բանն է, որ եթե հանկարծ սկսում ես այդ կողմով պակասը զգալ, հասկանում ես, որ մնացած ամեն ինչ իրականում կառավարելի է, լուծելի է։ Նման խոսք կա, չէ, որ առողջությունը առանձին վերցրած ոչինչ է, բայց առանց առողջության ամեն ինչ արդեն ոչինչ է դառնում։ Այո, արդեն ոչինչ է դառնում, այնպես որ եւս մեկ անգամ մնում է առողջություն մաղթել թե քեզ թե մեր բոլոր ռադիոլսողներին եւ նաեւ հոգեկան առողջություն, հանգիստ եւ առանց լարվածության ֆուտբոլասերներին, որոնց սիրելի թիմերը 3 Չեմպիոնների լիգայում պարտություններ են կրել, գիտեմ, որ նրանք շատ ծանր են տանում դա։ Հասկանանք, թե ինչ է 3 տեղի ունեցել։ Ռեալը, PSG-ն եւ Արսենալը դուրս են եկել քառորդ եզրափակիչ։ 3 Չեմպիոնների լիգայում ընթանում էին 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները կրկին եւ ինչպես արդեն նշեցի, հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել Մադրիդի Ռեալը, Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի Արսենալն ու Ֆրանսիայի չեմպիոն Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր PSG-ն։ Ռեալը պատասխան խաղում բրազիլացի հարձակվող Վինիսիուսի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց անգլիական Մանչեսթեր Սիթիին։ Մինչ այդ արքայական ակումբը 3-0 հաշվով էր հաղթել։ PSG-ն Լոնդոնում մեծ առավելության հասավ Չելսիի նկատմամբ 3-0 հաշվով, իսկ Արսենալը էլի Լոնդոնում 2-0 հաշվով հաղթեց Լևերկուզենի Բայերին, առաջին խաղում ոչ ոքի էր գրանցվել 1-1 հաշվով։
Շնորհավորում ենք այն ակումբների երկրպագուներին, որոնց սիրելի թիմերը հաղթանակ են 3 գրանցել եւ հայտնվել հաջորդ փուլում, մնացածին էլ համբերություն եւ լավատեսություն հաջորդ տարվա համար։ Մարզական եւս մեկ լուր, ավելի շուտ մարզական գծիկ քաղաքական FIFA-ն մերժել է ԱՄՆ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Մեքսիկա տեղափոխելու Իրանի առաջարկը, գիտենք Իրանը առաջարկել էր Մեքսիկա տեղափոխել, որպեսզի Իրանի ֆուտբոլիստները եւս կարողանան մասնակցել, քանի որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր վստահ չէ Իրանի հավաքականի համար անվտանգ կլինի ԱՄՆ-ում աշխարհի առաջնությանը մասնակցելը, բայց ահա FIFA-ն մերժել է այս առաջարկը։ Բավական վիճահարույց եւ խնդրահարույց որոշում է, կարծում եմ, հատկապես երբ երկրի նախագահի մակարդակով հայտարարվում է, որ անվտանգությունը վստահ չեն, որ կկարողանան ապահովել։ Ամեն դեպքում սպասենք իրադարձությունների զարգացմանը, ֆուտբոլասերների արձագանքին, հատկապես որ ԱՄՆ-ում ֆուտբոլին նույնիսկ ֆուտբոլ չեն ասում, սոկեր են ասում, չգիտեմ որքանով է արդար։ Ինչևէ, եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք մեր ռադիոլսողներին, օրը մեզ հետ սկսելու համար 10:50 արդեն նոր մեկնաբանություններ մեր Facebook-յան էջում կարծես թե չունենք, այնպես որ մնում է ձեզ մաղթել լավ օր, օրվա լավ շարունակություն, սևակ եղանակի մասով փոփոխություն ունենք այս հենց պահին։ հիմա տեսնենք, մայրաքաղաքում այս պահին արդեն 8 աստիճան է, զգացվում է ինչպես 11, ինչպես դες նշեցինք եթերաժամի սկզբում, տեղումներ չեն կանխատեսվում։ Հուսով ենք, որ առանց տեղումների նաև տրամադրության առումով որ կլինի, առանց տատանումների շաբաթը կիսեցինք, չորեքշաբթի է այսօր, հուսով ենք, որ օրը կշարունակվի դրական եւ բարձր տրամադրությամբ, հուսով ենք նաև, որ դրա համար մենք կարողացանք օգնել ճիշտ մեկնարկել օրը։ Դուք մնացեք հանրայինի հետ, շուտով ռադիոլուրի մեր գործընկերները նորից կլինեն եթերում, ձեզ կպատմեն անցնող ժամվա ամենակարևոր նորությունների մասին, ճշգրիտ հարմ լրատվության համար մնացեք հանրայինի հետ եւ օրը շարունակեք վայելել մեզ հետ։ Այո, եթերը եզրափակում ենք ժողովրդական գեղեցիկ երգերի շարանով, կհանդիպենք վաղը 9:30-ից ու ձեզ կասենք բարի լույս։ تمام اشخار به چه تاقی هم آشنازانی چه دستا کودیدانی بس دوندی پونن باش نازانی تخم حق نیست تزار حق نیست گوشی نیست خوم آشنازانی این دو همه کودیز نوهم آسونه فاش واش ناسانی این دو همه کودیز نوهم آسونه فاش واش ناسانی Ամեն սազի մեջ ընկոված Տուն թամամ տասնից կամանչա Նա կազմարդ քիչ չի կանա տեսնի Դու նրա պասնից կամանչա Նա կազմարդ քիչ չի կանա տեսնի Դու նրա պասնից կամանչա Ղաստարա Աշուղի բասնից կամանչա Քիզինցնիցով կանախլի Աշուղի բասնից կամանչա Քանի
Yarki qurbani aba inchani Khani burjani yarki qurbani aba inchani Arda sukhani shato kutani yar khadetani Arda sukhani shato kutani yar khadetani Asir ceyrani tukhki seyrani Yar matikani Mutbakh nasov kis govim sazov Yar iltimasov Mutbakh nasov kis govim sazov Yar iltimasov Աշխարհումս իմ անդունիս Բեմուրվաթիս մուրվաչունիս Աշխարհումս իմ անդունիս Բեմուրվաթիս մուրվաչունիս Վարոշնիրը նաբատունիս Անդուշակարինը մալիս Վարոշնիրը